առանց Աստծո խոսքի չես կարող ապրես։ Եվ ինչ ծրագրեր ունես, ինչ նպատակներ ունես, ինչ կապեր ունես աշխարհի հետ, ոչ ոք չի կարող դա երաշխավորել, ոչ էլ դու կարող ես երաշխավորել։ Երկրի վրա չար ժամանակներ են, մահտարաժամեր են, պատերազմներ եւ պատերազմների լուրեր են եւ շատ ծանր վիճակ է։ Առանց Աստծո խոսքի դու կկորես, սիրելի երիտասարդ։ Եվ պատահական չէր, որ Դավիթը թագավոր մարդ էր, այն ժամանակ չկար մահտարաժամեր այդպես ինչպես հիմա, եւ ինքը որպես թագավոր Տերը իր հետ էր, հաղթություն էր բոլոր ազգերի վրա, սիրելիներ, եւ ովքեր Դավիթի անունը լսում էին, վախից ծնկի էին գալի եւ ասում էին ինչքան հարկ ուզես մենք կվճարենք, մենակ մեզի խնայի բնաջից չանես։ Բայց Դավիթը աղոթում է, որ ես մի բան եմ ուզում քեզանից, մի բան, կյանքիս բոլոր օրերի մեջ քո հետ լինեմ, քո տանը մեջ բնակվեմ ու քեզ վայելեմ։ Էսի ում համար է գրած այս օրինակը։ Եվ երեք մենք վկայեցինք, որ ես իմ ամբողջ կյանքում, մանավանդ վերջի տարիների մեջ, երկար տարիների մեջ ճիշտ այս աղոթքն ենք անում, որտեղ նույն հոգին է ներգործում։ Ասում եմ Տեր, թող ես դռան հետևում լինեմ եկեղեցում, չճանաչել, որ սենց եղբայր գոյություն ունի թե ոչ, Սուրբ Հոգու պարգևները թող գործի բոլորի միջոցով, բայց ես հավատարիմ մնամ քեզ մինչև վերջ, ես եւ իմ տունը։ Մենք սա ենք հասկացել կյանքից։ Եվ այդ նույն հոգին Դավիթի վրա էր, այդ նույն աղոթքն անում։ Ձեր բոլոր նպատակները, ձեր բոլոր կյանքի ծրագրերը դրեք Տիրոջ ոտքերի տակ, երիտասարդներ։ Եվ առաջինը փափագեք հոգևորը, առաջինը փափագեք Տիրոջ հետ լինել, սա կյանքի իմաստն է։ Առաջինը խնդրեք երկնքի թագավորությունը եւ նրա արդարությունը, եւ մնացած բաները Տերը կտա քեզ։ Սիրելիներ, Տերը թող ձեզ օրհնի։ Այսինքն ով ինչ ժամանակ անցկացրեց, բայց Տիրոջը փառք տվեք, որ այսօր դա